Հարգելի բարեկամներ, մեր հյուրերն են Հայաստան ժողովրդական նախաձեռնող խմբի անդամները, քանի որ սա առաջին հանդիպումն է մամուլի հետ եւ հանրությունը շատ քիչ բան գիտի, ես կխնդրեմ ուղղակի, որ հենց իրենք նախաձեռնության անդամները ներկայանան եւ ներկայացնեն այդ նախաձեռնությունը, որը կարծես թե օրերս ունենալու է հիմնադիր ժողով, եթե ճիշտ եմ ասած։ Համեցեք։ Շնորհակալություն։ Նախորդականում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից, բոլորից մասնակիցներից եւ անձամբ նոյան տապանից նման հնարավորություն մեզ ընձեռնելու համար։ Ուրեմն այստեղ հիմնականում մասնակցում են այս նախաձեռնությունը, ինչպես անվանակոչվեց, ժողովրդական նախաձեռնություն Հայաստան, հիմնարար խնդիրն է իշխանությունը վերադարձնել ժողովրդին։ Ուրեմն այս նախաձեռնության հիմնական նախաձեռնողները, որոնք վաղը տեղեկացնում են նախապես ձեզ, որ Թեքեյան կենտրոնում ժամը 16:00-ին տեղի է ունենալու հիմնադիր ժողովը, հիմնական նախաձեռնողները եղել են Հայկական սոցիալիստական հեղափոխության ճակատի երիտասարդական կոմիտեի անդամները, որոնց նախագահության կազմից 3-ը մասնակցում են, եւ այսօր մեզ հետ եւ վաղը մեր միջոցառմանը մասնակցի հրավերով մեր կողմից, երիտասարդների կողմից, ուրեմն միջազգային Մարիե Կյուրի պարգև ստացած աշխարհի տասնյակ լավագույն համալսարանների ցուցակում հայտնված մեր հայրենակից գիտնական Գրիգոր Բարսեղյանը, որին խոսքը կտանք, դուք կլսեք, եթե հարցեր կլինի կպարզաբանեք, հիմնականում այս անվանման միջոցառումը նախաձեռնողները հիմքում հանդիսանում է սահմանադրական բարեփոխումների բուռն քննարկումները, արդեն որը սկսված է Հայաստանի Հանրապետությունում, եւ քանի որ մենք Հայաստանի քաղաքացիները սպարտավոր ենք նաև մեր կարծիքն ու դիրքորոշումը դրա հետ կապված ասելու եւ քննարկում ծավալելու, տեղեկացնեմ, որ մեր երիտասարդական թևը հրավիրել է նաև բարեփոխումների հանձնաժողովին վաղվա միջոցառմանը որոշ պարզաբանումներ տալու կապակցությամբ։ Իսկ այս պահի դրությամբ ես կարող եմ ձեզ խոսքը փոխանցել մեր երիտասարդական թևի ներկայացուցիչներից մեկին, թե ում հետ են հանդիպել, քանի ուժերի հետ են համագործակցել եւ իրենց հրավերքով վաղվա միջոցառմանը մասնակից են լինելու։ Մկրտիչ Գրիգորյան, խնդրում եմ, դուք եք այդ նախաձեռնողը երիտասարդության մեր թևի, ասեք ում եք համագործակցել եւ հիմքում ինչ է դրված։ Հայկական հեղափոխության, սոցիալիստական հեղափոխության ճակատի երիտասարդական թևը վաղը ամսի 25-ին նախաձեռնել են Հայաստան ժողովրդական նախաձեռնություն շարժման հիմնադիր ժողով, որը նախապատրաստվել է շուրջ արդեն ավելի քան 1 ամիս։ Հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր ուժադրություն դարձեք խոսքից քաղաքական ուժեր ներկայացնող հասարակական կազմակերպություններ ներկայացնող անհատների հետ, խոսքը անհատների մասին է, որովհետև ամբողջ նպատակը անհատների համախմբելն է, ոչ թե կուսակցություններին կամ հասարակական շարժումներին, կազմակերպություններին, որովհետև ըստ մեզ այսօր Հայաստանի Հանրապետությունում խնդիր կա անհատների համախմբելու, անհատների ձայնը բարձրացնելու եւ անհատների կարծիքը տեղացնելու։ Եվ դրանից ելնելով մեր հանդիպումները կուսակցությունների ղեկավարների հետ կամ հասարակական կազմակերպությունների, մասնավորապես Հայաստանի քաղաքացիների միության հետ, Հայերիկ պատիվ կուսակցության նախագահ Գառիկ Մարգարյանի, Աշոտ Մանուչարյանի, Սոս Գիմիշյանի, Հարգարժան ակադեմիկոս Գրիգոր Բարսեղյանի եւ նման մի քանի այլ հասարակական կազմակերպությունների կուսակցությունների, ուղղակի անունները բոլորը չթվարկեմ, մենք եկանք այն եզրակացության, որ կուսակցական պատկանելիության
եւ կուսակցականական մասնակցության հարցը թողնում են երկրորդ պլան եւ առաջ քայլերն են համարում անհատների մասնակցությունը։ Եվ ասեմ ձեզ, որ դաշտը բացել սահմանափակ չի, հնարավոր է եւ նաեւ մինչեւ վաղը եւս մի քանի հանդիպումներ տեղի ունենան եւ սեպտեմբերի 25-ին ժամը 16:30-ին Թեքյան մշակութային կենտրոնում տեղի ունենալու Նախաձեռնություն Հայաստան շարժման հիմնադիր համագումարը, որի մեխը նպատակը լինելու է անհատների ձայնը, անհատների կարծիքը հասնելու սահմանադրական բարեփոխումներով զբաղվող հանձնաժողովին կամ համապատասխան մարմիններին։ Հիմնականում անհատների ձայնը, որովհետև սահմանադրությամբ եւ այսօր եւ նախկինում եղած սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սակայն իշխանությունը պատկանում է ժողովրդին, իրենք նկատի ունեցել միշտորդավորված։ Սակայն մենք գտնում ենք, որ եկել է պահը իշխանությունը ժողովրդին վերադարձնելու իսկապես բառից բուն իմաստով, որ ժողովուրդը քաղաքացի անհատը կարողանա իրեն հուզող, ժողովրդին հուզող, պետությանը հուզող այն խնդիրները, որոնք որոշիչ են երկրի զարգացման հայեցակարգում, կարողանա իր խոսքը ասել եւ հասնել տեղ։ Եվ դրա համար անհրաժեշտ է իսկապես ունենալ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որը ականջալուր կլինի ժողովրդի ձայնին։ Եվ մեր ամբողջ խնդիրը լինելու է ամսի 25-ին եւ դրանից հետո այդ ձայնը բարձրացնել եւ հասնել տեղ։ Եվ մենք դրան գնալու ենք սահմանադրությամբ։ Շնորհակալություն։ Իսկ այժմ ձայնը տանք մեր հարգարժան Գրիգոր Բարսեղյանին, որը ինքը ավելի մանրամասնորեն կներկայացնի իր անցած ուղին եւ իր նպատակներն ու ծրագրերը։ Ես ինձ ներկայացնելու Ես արդեն ներկայացրի չունեմ, ինձ հրավիրել են իմ տեսակետը հայտնել սահմանադրության վերաբերյալ եւ ես յուրովի հայտնում եմ դա։ Կարելի է, ասենք, անալիզ անել ամբողջական վիճակը, սկսել ընդերքից, բժշկությունից, եսիմուր, բայց դա կլինի շատ ընդհանուր խոսակցություն։ Իմ դեպքում ավելի սազում է, ես խոսամ եմ բառների մասին, ինչը որ գիտեմ իսկապես, որովհետև 40 տարի գիտության մեջ եմ եւ այսօր էլ անգլիայում եմ գիտության մեջ, ես համարում եմ, որ իմ բնագավառը դա է, ես դրանից կխոսամ։ Միտքս ինչ է այստեղ, որ սահմանադրական փոփոխությունները, որ պետք է կատարվեն, պետք է լինեն հիմնահատակ։ Այն ինչ որ ես լսում եմ, կարդում եմ, դա ասեմ, ոչ մի քննադատության չի դիմանում։ Այն ինչ որ անում են, դա ոնց որ մանկական խաղալ։ Հիմա էլ եմ ասում, գիտության օրինակի վրա ես ասեմ ինչ է կատարվում։ Դուք տեսեք, թե ինչ կան էական փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստանին, հայ ժողովրդին։ Եվ այդ ֆոնի վրա այն ինչ որ անում, դա մանկական խաղ է պարզապես։ Ինչ որ խմբավորումներ, ինչ որ մեկի պետք է խաբեն, ինչ որ գումարներ մի ջեբից մյուս ջեբը պետք է գնա, իսկ գիտությունը շարունակելու է մահանալ, կրթությունը շարունակելու է մահանալ, բժշկությունը շարունակելու է մահանալ, որովհետև այն ինչ որ արվում է ոչ մի կապ չունի հայ ժողովրդի նպատակների հետ։ Հիմա ներկայացնեմ օրինակ եղած համակարգը։ Մինչև հիմա, մինչև այս գիտության կոմիտեի մեջ ընկնելը, գիտությունը ղեկավարում էր ակադեմիան։ Իրականում ակադեմիայի գլխավոր ղեկավար մարմինը ակադեմիկների տարեկան ժողովն է։ Այսինքն ակադեմիկը ըստ կանոնակարգի ցմահաճ է
Դա շատերը ուշադրություն չեն դարձնում դրա վրա։ Այսինքն կամայական ակադեմիկ լինի 100 տարեկան, 140, կատակի համար 200, նա մեկը շարունակում է ղեկավարել գիտություն։ Երբ որ նա 10 տարիներ չի զբաղվում գիտությունով։ Հիմա լավ, ես ոչ մի բան չասեմ, դուք ասեք, դա թույլատրելի բան է թե չէ։ Իսկ դա սահմանադրության հետ ուղղակի կապ ունի։ Իհարկե, սահմանադրության հիման վրա ակադեմիան ղեկավարում է գիտությունը, մինչև վերջի սահմանադրությունը, ես հիմա կանցնեմ։ Այսինքն դա անմիջապես գալիս է սահմանադրությունից, հետո գալիս են սահմանադրությունից հետո կանոնակարգեր, որոնց հիման վրա առօրյա կյանքում ղեկավարում է։ Լավ, հաջորդ կետը։ Ուրեմն ոչ մի փոփոխություն չկա։ Կամայական գրագետ մարդ լինի դա, պարզապես գրագետ մարդ, իսկ ասենք լրագրողները շատ ավելի լավ գիտեն, որ ինչ բան է լճացում։ Թե պետական մարմիններում, թե ստրուկտուրաներում առանձին եւ այլն։ Ոչ մի փոփոխության օգտագործում է բառ ռոտացիա հաջող։ Ոչ մի փոփոխության մասին խոսք չկա։ Մարդը անգել է ինչ-որ համակարգի մեջ, նա մինչև կյանքի վերջ ղեկավարում է փոփոխության մասին ոչ մի բառ չկա։ Դա խելքին մոտ բան է։ Կամայական մարդկային հանրություն գործունեության ընթացքում ստեղծվում է խմբավորումներ, դա պարզ է։ Եվ այդ խմբավորումները ունեն իրանց ներքին իր խմբավորման նպատակները ունի։ Դե պարզ բան է, իշխանությունը պահել, լծակները պահել եւ այլն եւ այլն։ Այսինքն ակադեմիայի համակարգը դա абսուրդ է պրոստը։ Թույլտվեք իմ հարցը կրկնեմ, ուղղակի որպեսզի մեր դիտողներին էլ պարզ լինի, արդյոք ձեր ասած թերությունները կամ մեծ թերությունները, ինչպես ուզում եք անվանեք, դա ակադեմիայի կանոնադրության մակարդակի հարցեր չեն։ Ինչու ենք մենք սահմանադրական հարցերը, սահմանադրական, որոնք որ պետք է լինեն ամենաբարձր այդ օրենքները, ամենաընդհանուր օրենքները, ասենք ներքևի այդ օրենքների վերափոխումները կապում սահմանադրության բարակույտ։ Այո, ասեմ։ Ուրեմն ակադեմիայի ղեկավար դերը գիտության մեջ ամրագրվել է ակադեմիայի ակադեմիկների լոբինգի հետևանքով։ Կա սահմանադրություն, կա գիտության օրենք, չէ։ Մնացածը գալիս է արդեն գիտության օրենք, սահմանադրության մեջ ես չեմ հիշում։ Գիտության օրենքի մեջ գրված է, որ ակադեմիկների ինստիտուտը ղեկավարում է գիտությունը։ Սրանով միարժեքորեն կապը հաստատվում է սահմանադրության հետ եւ Բայց ակադեմիայի կանոնադրությունում կարող է գրված լինել, որ ասենք օրինակ 5 տարին մեկ պետք է ռոտացիա լինի, որ մարդը 3 անգամից ավելի իրավունք չունի, կամ 2 անգամից ավել կապ չունի։ Դա այսինքն ինչ որ կանոնակարգող համակարգ։ Այդ արդեն կլեր կանոնակարգ ոչ թե։ Այդ բանը չէր գրվի սահմանադրության մեջ։ Բայց սահմանադրության մեջ արդեն դրվել է առաջի հիմնական քայլը, որը անվերապահորեն բերում է գիտության քանդմանը։ Ես էդի շատ հստակ եմ ասում ու կրկնում եմ, որ դա անմիջապես կապ ունի սահմանադրության հետ։ Այսօրվա մեր թեման սահմանադրությունն է եւ ես ուզում եմ վերջով կապել մեզ։ Քանի որ Հայաստանը իրեն հռչակել է ուրեմն վարչագույն տեխնոլոգիաների, գիտության, կրթության երկիր, շատ դժվար է չհամաձայնվել, որ այդ հարցը պետք է ամրագրել սահմանադրության եւ կանոնակարգի սահմանադրության։ Գիտության հարցը, կրթության հարցը, տեխնոլոգիաների հարցը։ Անցնենք առաջ։ Մի քանի տարի առաջ ստեղծվեց գիտության կոմիտե։ Ես իմ ներսից ողջունում եմ այդ երևույթը, որովհետեւ ակադեմիան ի վիճակի չի ղեկավարել ամբողջ գիտությունը, որովհետև շատ բնագավառներ կան, Իրանից դուրս են տեխնիկական բնագավառներ, ասենք Սևանի եւ այլն, ինքը կապ չունի դրա հետ։ Բացի այդ շատ խնդիրներ կար անելու,
բայց արդյունքը ինչ ստացվավ։ Ոչ մի խելամիտ առաջադրանք, ոչ մի բացարձակ զրո, ոչ մի խելամիտ առաջադրանք չդրվեց գիտության կոմիտեի առջև։ Արդյունքում ստեղծվեց մի համակարգ, որը իրանց մարդկանցով սկսեցին բաժանել գիտության փողերից գալի մասը։ Ուրեմն այն փողերը, որ մտնում էին ակադեմիա, դա չնչին փողեր էին եւ բացի այդ, ասենք, ղեկավարների համար կորած փողեր, որովհետեւ գիտնականին չնչին փող են տալի, այդտեղից ոչ մի բան չեն կարա վերցնել, էլի, միտքս հասկանում եք երևի։ Կողքից ստեղծվեց մի կառույց, գիտության կոմիտե, որը սկսեց բաժանել գիտության փողերից գալի մասը։ Եվ ոնց է նա բաժանում, ասում է, ես ռեցենզիա եմ անում, ես գերակնություն եմ անում, տեսնում եմ ով որ լավն է, դրան տալիս եմ։ Հիմա ես պնդում եմ, որ Հայաստանը իր ուժերով գերակնություն չի կարող անել։ Բացատրեմ։ Վերցնենք ֆիզիկայի որևիցե բնագավառ։ Մարդը ինչ-որ խնդրով է զբաղվում։ Այդ խնդրով Հայաստանում զբաղվում է ամենաշատը 3, 4, 5, 6 են հատուկ դեպքերում։ Դրանց մեջ կա խմբավորում, ասենք 2 ընկերներ են, 2-ը պրացիվնիկ են, դե գրանտ են ստանում, բանն անում իրարից, խռովում են ընկերանում եւ այլն։ Այսինքն պրոֆեսիոնալ կարծիք հայտնել աշխատանքի մասին։ Կարա միայն իր մոտիկ ընկերը, որի հետ ինքը ամեն օր շփշփվում, կամ իր հակառակորդը, որ իրար ամեն օր հայում են։ Պետք է շարունակել։ Ոչ մի օբյեկտիվ գերակնության մասին Հայաստանում խոսք լինել չի կարող։ Գալիս է հաջորդ հետևությունը։ Ասում է, մենք ուղարկում ենք աշխատանքները դուրս։ Դե փառք ասու, ես հիմա Անգլիայում եմ աշխատում, տասնյակ երկրներում եմ եղել եւ հավատացեք, ես այդ բանը գիտեմ 5 մատից պես էլի։ Ոչ մի արտասահմանցի չի նստի եւ չի գրի որովհետեւ բան լուրջ ձևով։ Մաքսիմում, եթե ինչ-որ ծանոթական, ինչ-որ հատուկ դեպք կա, կարող է 5 րոպե ծախսի այդ բանի վրա։ Այսինքն այդ արտասահմանցու քարտիկը զրո է։ Իրականում տես մարդիկ պրակտիկորեն չկան։ Արդյունքը ինչ ստացվավ։ Ամբողջ գիտության կոմիտեի գործունեությունը դա կատարյալ խաբեբայություն է։ Եվ այս բանը ես չեմ հասկանում, թե ասենք վերևներում ճակերտավոր ասած, որովհետեւ մեկը հասկանում է, թե չէ։ Հարյուրավոր գրանտներ են բաժանում ու քիչ փողեր չեն, ամեն գրանտը 10, 20, 30 հազար դոլար։ Որովհետեւ մեկը հասկանում է ինչ է նա։ Սա կատարյալ բլեֆ է։ Եվ իմ ասածը այդ կապակցությամբ ինչ է, եթե սա է իրավիճակը, ուրեմն սահմանադրական փոփոխությունները գոնե գիտության ասպարեզում պետք է լինեն արմատական եւ խորքային եւ ինչ ասել 10 անգամ ավելի խորը փոփոխություններ է պետք, բայց այդ հարցը դրված է չի։ Այդ դեպքում մենք ինչ սահմանադրական փոփոխությունների մասին ենք խոսում։ Իմ միտքը հետեւյալն է, որ փոփոխությունները երբ պետք չի շարունակել, որ նույն վիճակը ամենուր է կա։ Բժշկության մեջ, կրթության մեջ։ Հիմա ես չեմ ուզում խոսամ, բոլորը գիտեք, որ Հայաստանին ոչ մեկն է, ոչ մեկը ասած հիմնական երկրները ոչ մեկին պետք չի կոնկուրենտ։ Իրանք չեն նստում մտածում, վա ինչ վատա, որ Հայաստանը գիտություն չունի։ Հակառակ, գիտություն չունես, չես արտադրում, կոնկուրենտ չես իրան եւ այլն եւ այլն։ Քուն դեպքը տանում են, դու չես խոսում։ Քիմիան վերացրել են Հայաստանից։ Այսինքն, եթե այդ քիմիկոսը մնա, ինքը մի օր կգա ղեկավարի մոտ կասի ինգեր ջան, մի կտրոնի տվեք, մենք արտադրություն տնենք։ Այդ հազվագյուտ մետաղները, որ ամեն գրամը արժի $100,000,
Մենք կորզենք տակ քեզ։ Բայց քանի որ խնդիրը այնց է, որ այդ հարցը չպետք է առաջանա։ Ուրեմն դասի մեծ ուժերին, միջազգային օլիգարխներին ձեռնտալի այդ վիճակը։ Ես ձեզ ասեմ, ես լավ գիտեմ իրավիճակը տարբեր երկրներում։ Օրինակ Բուլղարիայում գիտությունը վերացված է, արտադրությունը լրիվ վերացված է։ Այդ երկիրը, որ կոչվում էր պոմիդորի երկիր, պոմիդոր չի արտադրում։ Թուրքիայից են ստանում։ Ես ճիշտ ասած գիտեք ինչ եմ ուզում եմ մի փոքր շեղել մեր խոսակցության ուղղությունը։ Ես պատրաստ եմ առանձին մի հատ ասուլիս կազմակերպենք կամ քննարկում կազմակերպենք ընդհանրապես գիտության բնագավառի վերաբերյալ, որովհետև ես հասկանում եմ ինչքան կարևոր է բնագավառը եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ ընդհանրապես Հայաստանի զարգացման վրա ռազմավարական։ Դա մի հատ առանձին թեմա է, որը պետք է երևի շատ մանրամասն քննարկել եւ ինչ որ լուծումներ փորձել տալ հենց նույն ոլորտի ներսում, ինչպես պետք է կարգավորել այդ բանը։ Ես հիմա կուզենայի, որ մենք ավելի անդրադառնանք ձեր վաղվա նախաձեռնության հիմնադրմանը եւ ուղղակի այսպիսի տպավորություն է ստեղծվում։ Այն որ մեր հասարակական կյանքում եւ ընդհանրապես տնտեսության մեջ եւ բոլոր ոլորտներում մենք ունենք աղաղակող ուրեմն թերություններ, շտկելու արժանի ուրեմն բազմաթիվ էլեմենտներ, դա հստակ է։ Եվ ես դժվար թե գտնեմ անգամ նույնիսկ Հայաստանի վերնախավում ճակերտների մեջ կամ առանց ինչպես կուզեք, որ իրանք չընդունեն դա, որ մենք պրոբլեմների առաջ ենք։ Այստեղ խնդիրը պրոբլեմների լուծման ճանապարհն է եւ ինձ համար որպես լրագրողի ավելի հետաքրքիր է թե ձեր նախաձեռնությունը ինչ ճանապարհ է ցույց տալու այդ ուրեմն իրավիճակը փոփոխելու համար։ Եթե սահմանադրության մեջ 1-2 կետի գրառումը կարող է դա փոխել, ապա ես կխնդրեի եկեք անդրադառնանք հենց այն կետերին, ինչը որ պիտի փոխի։ Եթե դա համակարգային այսպես փոփոխություն է, հիմա այդ բառերը շատ են օգտագործվում, բայց ամեն մեկը յուրովի է հասկանում այդ համակարգի փոփոխությունը եւ շատ հաճախ փոփոխությունները բերում են դեպի ուրեմն կառավարման ձևի փոփոխության։ Մինչդեռ որոշ դեպքերում կառավարման ձևի անգամ ամենաարդյունավետ կառավարման հիմնադրումը միջև այսպես խորքային փոփոխություններ չունի, որևէ էական փոփոխություն չեն բերի հասարակական կյանքում։ Այ ես կուզենայի դուք անդրադառնաք ավելի շատ այն ճանապարհների կամ ուղղության վրա, ինչով որ այս նախաձեռնությունը պիտի զբաղվի։ Ես ինչքան հասկացա, դուք փաստորեն պիտի ազդեք համահայրական հանձնաժողովի վրա, որպեսզի նրանք որոշակի կետեր ներառեն, ուրեմն կամ փոփոխեն նոր համահայրության մեջ, այ ես կուզենայի, որ մենք խոսենք այդ փոփոխությունների մասին շատ կոնկրետ։ Գոնե ամենաընդհանուր ձևով։ Ես բանում եմ ասել այստեղ։ Ինչ վերաբերվում է կոնկրետ քայլերի, որոնք պետք է շոշափելի արդյունք տան, ես իմ կարելի ասել մոտավորապես 20 տարվա պայքարի արդյունքում եկել եմ հետագալ եզրակացությանը։ Ուրեմն գրել եմ բազմաթիվ հոդվածներ գիտության կառուցվածքը ոնց պետք է լինի։ Գրել եմ սխեմատիկ, գրել եմ մանրամասն, գրել եմ առանձին կետերը ծամծամելով, այն որ ասում է ռաժիվալ պաստավոր որոտել է, որ էլ տեղ չմնա խոսալով։ Չի եղել գոնե մի դեպք, որ իմ գրած որևէ նախադասությանը որևէ առարկություն ունի։ Այսինքն արգումենտացիա չի եղել, ոնց որ տենց է ստացվում։ Գրում եմ արդեն մոտավորապես 20 տարի։ Բացի չի եղել մի դեպք, որ այդ գրածը դրվի քննարկության։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք նրա մասին, այդ որ կետն է, որ պետք է խիստ շեշտված փոփոխվի, որ երկիրը սկսի աշխատել, այդ ես կասեի հետևյալը,
դա պետք է մտցնել մեխանիզմ եւ պատասխանատվության մեխանիզմ, որ ասած միտքը չկորի։ Ես չեմ ուզում ինձ ինչ-որ բան անեմ, բայց էլի եմ ասում, էլի այդ կան ինչ կան, որ ես եմ դուս եղել, Հայաստանում դժվար գտնեք էլի։ Այսինքն ես ուզում եմ ասեմ, ես փողոցի մարդ չի, ես որ այդ բաները գրում էի, սխեմատիկ, մանրամասն, ծամծված, ոչ ծամծված։ Գոնե մի անգամ քննարկում թողել էր էլի։ Գոնե մի անգամ։ Չի եղել։ Այսինքն մինչև այդ հարցը չլուծվի, ոչ մի քայլ առաջ չեք գնա։ Ուզում եմ ամբողջ ժողովուրդը ոտի երում։ Եթե այդ մարդիկ ուշադրություն չեն դարձնում, ինչ պետք է անես։ Ինչն է դրա լուծումը։ Դրա լուծումը արդեն ուրիշ է։ Այստեղ ես մի բան եմ ուզում ասել, ներողություն եմ խնդրում նախորդ, պարզապես դա երևի ճշգրիտ եւ հումանիտար մասնագիտությունների այսպես մշտական բախումն է։ Չգիտես ինչու ճշգրիտ գիտությունների ուրեմն ներկայացուցիչներին, եթե ասես այո մեկ էս գունդը դնում եմ այստեղ թող չընկնի գետնին, նա կասի չէ, որ օրենք կա, որ պիտի ընկնի եւ այլն։ Բայց մյուս կողմից չգիտես ինչու դուք պատկերացնում եք, որ եթե դուք միտքը արտահայտեցիք, ապա այդ միտքը պետք է անպայման քննարկման դրվի։ Խնդիրն այն է, որ հասարակությունը եւս ունի որոշակի կառուցվածքային օրենքներ, եւ այդ օրենքների չկիրառումը բերում է այն երևույթների եւ ճգնաժամի, ինչի մասին դուք հիմա խոսում եք։ Փաստորեն ըստ երևույթին, որպեսզի ձեր մտքերը կամ ցանկացած մեկի մտքերը դրվեն քննարկման, դա պիտի ուրեմն կիրառվեն նույն հասարակության զարգացման որոշակի օրինաչափություններ ու օրենքներ, դրանք հաշվի առնվի, որպեսզի արդյունք տրվի։ Հիմա փաստորեն ես հասկանում եմ, որ ձեր հասարակական նախաձեռնությունը հենց այդ ուղղությամբ կարված քայլ է։ Դուք փաստորեն փորձում եք այն մտքերը, այն եւ գաղափարները, որոնք որ դուք նեղ շրջանակում քննարկել եք, եկել եք որոշակի եզրակացությունների, ավելի հանրայնացնեք եւ ստանաք ժողովրդական պաշտպանություն այդ գաղափարների իրագործման համար մանդատ։ Ես ճիշտ եմ հասկանում ձեր նախաձեռնության բուն իմաստը։ Ուրեմն շնորհակալություն, ընկեր Բարսեղյան։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս ասել, որ այս նախաձեռնության իրականացման ողջ ռազմավարության, թե ինչպիսի առաջարկություններով են հանդես գալու, դա Անդրանիկ համաժողովում անցկացված միջոցառմանը հանդես կգան համապատասխան մտքերի փոխանակություն տեղի կունենա եւ մենք խնդրում ենք հենց այս պայից սկսած, որ ձեր լրատվության մասնակցությունը պարտադիր լինի, բայց քանի որ գնում է սահմանադրության մասին խոսքը, ինձ թվում է նաև վաղը միայն դրա քննարկումը չէ, որովհետև ինչպես ես, այնպես էլ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կներեք ինձ ճկռել է այնպիսի հոգսերի տակ, որի վառ ու միակ ապացույցը դա մեր կառավարության շենքի դեմ ամեն օրյա անցկացվող ակցիաներն են։ Մեր հիմնական նպատակն ու անվանումը ուզում ենք մեկ անգամ եւս հստակ ասել, մենք անվանումներով չէ, որ ուզում ենք հանդես գալ մեր անհատ քաղաքացիների առջև, մեր ժողովրդի առջև, այլ մենք ճիշտ պահին, ճիշտ անվանմամբ ենք ուզում հանդես գալ։ Այս սահմանադրությամբ իշխանությունը վերադարձնել ժողովրդին, որովհետև ես համոզված եմ, եթե դրվի հանրակրվեի ճնշող մեծամասնությունը բացարձակ ասելու է, որ ժողովրդից խլված է իշխանությունը։ Իշխանությունը մեկուսացված է ժողովրդից։ Սա արկա փաստ է, որը տիրում է մեր հանրապետությունում, բայց մենք ներկա բարեփոխված սահմանադրության մասին խոսենք, եթե վաղը հրավիրված սահմանադրական բարեփոխման անդամը կներկայանա, թեկուզ համառոտ իրենց իսկ մշակած ձևով ներկայացնի, մենք ընդեղ մեր կարծիքը կասենք, բայց ես ուզում եմ մի բան որպես հայ մարդ, անհատ քաղաքացի, ասել, որ ես օրինակ մտածում եմ, որ առաջիկա սահմանադրությունում, սա միջոցառման հետ կապ չունի, միգուցե եւ ինձ հնարավորություն տրվի, ես այնտեղ էլ հայտարարեմ,
մենք ինչքան հեռուստատեսությամբ լսում ենք հեղեղված է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան հասել է գագաթնակետի։ Ուրեմն բազմաթիվ հանձնաժողովներ, բազմաթիվ քննարկումներ եւ այլն կոռուպցիան կանխելու համար։ Ես բավականին պատմություն ուսումնասիրած, քաղաքականություններ տիրապետող, բայց ոչ քաղաքական գործիչ, ես մի անգամ սա ասել եմ, մեր ողբերգությունը հենց կայանում է նրանում, որ առավոտով շուտ արթնանում իրեն քաղաքական գործիչ է հայտարարում։ Ես քաղաքականությամբ զբաղվում եմ, որտեղ իրավիճակից ելնելով, վերջերս ես լսեցի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ Չինաստանը որոշ բնագավառներով անցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Բարի, մեր հանրապետությունն է շատ սերտ հարաբերությունների մեջ է Չինաստանի հետ։ Լավ, եթե այդպես է ու շատ ենք շահագրգռված կոռուպցիայի դեմ պայքարի ու կոռուպցիան վերացնելու համար, եւ ես համոզված եմ, որ Չինաստանը այսօր հզոր պետություն է դառնում, իմ կողմից երբեք ոչ մի լրագրող չի լսել, ես օգտագործեմ գերտերություն տերմինը, որտեղ այդ տերմինը չկա, այդ տերմինը մոկոնված է, գերտերության հասնելու ցանկություն կա, որը կիրառվում է տարբեր մեխանիզմներով, հիմնականում տուժում են փոքր պետությունների անմեղ ժողովուրդը։ Անդրադառնանք այն բանին, որ ես ուզում եմ օրինակ ֆիքսվի։ Եթե իրոք իշխանությունները ցանկանում են կոռուպցիան վերացվի Հայաստանում, ինչու չպետք է ամրագրվի, որ կաշառք վերցնողին գնդակա հարել։ Ինչպես Չինաստանում կաշառք վերցնողը, եթե նույնիսկ գենսեկը, դատավարություն չկա, գնդակա հարում է։ Ուրեմն թող 1-2 զոհ լինի, բայց կաշառքը վերանա։ Այս առաջարկությամբ ես շատ շուտով հանդես եմ գալու մեր միջոցառմանը ավելի մանրամասն հիմնավորեմ, ոչ թե ես ցանկանում եմ իմ հայրենակցին գնդակահարել, այլ ցանկանում եմ այդ process-ը կանխվի, այդ process-ի տակ է թաքնված, որ այսօր Հայաստանում տիրում է, կարելի ասել, մոնոպոլիզացիա։ Եվ երկրորդ հարցը, որ մենք կուզենայինք սահմանադրությունում անպայման ամրագրվեր, ես նորը ձեր ընկերական զրույցի ժամանակ ասեցի, որ ինչ է նշանակում սահմանադրությունում գրված է աշխատանքի ազատ ընտրություն, երբ Հայաստանում ճնշող մեծամասնությունը գործազրկությամբ են տառապում, ահա բարձրագույն ավարբուհի ներկայացուցիչներ եւ բոլորը համախմբված են գործազրկությամբ։ Բարի եղեք սահմանադրությունում գրել պարտադիր աշխատանքով ապահովել, նոր երկրորդ կետը սարքեք ազատ աշխատանքի ընտրություն։ Եվ վերջապես մենք մի բան կա, որ վստահ ենք ու համարձակ ենք հայտարարում, այն սահմանադրությունով, որով հիմա իրանք են ասում լեփ-լեցուն եթերություններով, այդ սահմանադրությունը ժողովուրդը չի ընտրել, այլ այդ սահմանադրությունը փաթաթված է ժողովրդի ուսերին եւ այդ սահմանադրության մեջ կամ ընտրական օրենսգրքում է դրված ամենամեծ սխալը, որ ընտրության մասնակիցների այս թվականակով ընտրվի։ Երբ տվյալ տարածքը նայում ես 62,000 ընտրող ունի, ընտրությանը մասնակցում է 8,000-ը, 8,000-ից 3,000 ձայն ստացողը գնում դառնում է այդ տարածքի ժողովրդի ճակատագրի հետ խաղացողը։ Ինչու մենք չենք ուզում բարձրացնենք նման հարցեր, որ նախ ընտրագրավի նման ահավոր ցուցանիշը պակասեցվի, ընտրության մասնակից անդամների 50+1-ը եւ ես առաջիկայում մեր շարժումով, մեր ճակատով առաջարկելու ենք, իսկ մենք երբ առաջարկում ենք, չենք սիրում առաջարկել ու անցնել, մենք հետամուտ հետևում ենք մեր ցանկացած առաջարկին, մենք պարզապես պահանջելու ենք ընտրական օրենսգրքում անապահ փոփոխություն, միայն մեծամասնականով եւ ամենակարևորը հետ կանչման մասին մեխանիզմ ընդունվի, որ ընտրվողը պատասխանատու լինի ընտրողի առաջ։ Դուք այս դեպքում կտեսնեք, որ ոչ մի օլիգարխ նույնիսկ իր գումարը քամուն չի վատնի եւ չի ծախսի, որովհետեւ իմանալու է 5,000-ով ընտրվել է, ընդունեն
թող 10,000 ձայն հավաքեն հետ կանչեն։ Նման հարցեր կա, որ ժողովրդի հետ շփվում ես, բոլորին ուզում են, եւ վերջապես առաջին կետը ընդունվի, որ ժողովրդի հանրակրվեով միայն ու միայն կարելի է ժողովրդի ունեցվածքը դնել արք ու վաճառքի։ Լեռնահանքային հիմքից բռնած ռազմավարական նշանակություն ունեցող հիմնարկ ձեռնարկություններով ավարտած։ Ահա մեր ասելիքը սա նա էր, որ մենք մտածում ենք առաջիկայում երբ կտեսնենք այդ փաստաթուղթը, բայց որ սահմանադրական բարեփոխումները իրոք օրհասական է Հայաստանի Հանրապետությունում, դրանում երկրորդ կարծիք չկա։ Շնորհակալություն։ Եթե կան հարցեր։ Շատ լավ, ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Մենք էլ ենք շնորհակալ եւ մաղթել հաջողություն ձեր վաղվա միջոցառման ժամանակ։ Շնորհակալություն։ Իսկ հետագայում, եթե ձեր շարժումը ուրեմն կայանա, Անդրեյ համապատասխան, մենք հնարավորություն կստեղծենք, որպեսզի դուք ժամանակ առ ժամանակ հնարավորություն ունենաք։ Արդեն ավելի մանրամասն միասին քննարկել ձեր կարծիքը։ Մենք շատ շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Ներկենանք